Փառք Աստծուն սիրելիներ։ Այսօրվա խոսքս իրականում ասեմ, որ սրտիցս է մի ուրիշ ուղերձ կար, կարելի ասել, գիտեք, երկու շաբաթվա ընթացքում ներսս երկու թեմա, այսպես ասած, բարձրանում էր, ավելի շատ ուզում էի աղոթքի մասին խոսեի։ Մտածում էի աղոթքի մասին, իհարկե նույնպես այն աղոթքի կյանքը, որ ունենում ես, ուզում ես այդ փորձառությունից կիսվես, ուզում ես այդ աղոթքի ճանապարհներից կիսվես, ինչքան զորավոր բան է աղոթքը, ինչքան գերբնական բաներ է անում աղոթքը։ Իհարկե Աստծո օրհնությամբ դրա մասին էլ կխոսենք, դրա մասին կկիսվենք։ Բայց որքան պտտվում է Տերը, այն որ բերեց կանգնացրեց այս թեմայի շուրջ, ու այսօր հավատում եմ, որ Աստված ինչ որ մի բան մեզանում կկտրի, պակասը կլրացնի, ավելը կհեռացնի։ Գիտես, մինչև կանցնեմ առաջ, ուզում եմ ամեն մեկից մի հարց տամ։ Այս հարցը ժամանակ առ ժամանակ ես տալիս եմ։ Ինչ է ատելությունը, ինչ է զզվանքը, Աստծուց է թե Աստծուց չի։ Ատելը Աստծուց է թե չէ, զզվելը Աստծուց է թե չէ։ Գիտես, երբ որ մենք նայում ենք Աստվածաշնչով, իհարկե լինում առաջին հենց իսկ ռեակցիան է, որ sense առաջին պատասխանը, որ ուզում ենք տանք, չէ, Հովիվ ջան, ատելը Աստծուց չի։ Բայց գիտես, երբ որ Սուրբ Գիրքը կարդում ենք, մենք հետաքրքիր մի բան ենք տեսնում։ Արի իրար հետ նայենք Առակաց 6-րդ գլուխ 16-րդ խոսքը։ 16-ից 19 կարդամ։ 6 բան կա, որ Տերը եւ 7-ը զզվելի են նրա հոգիի առաջին։ Ամբարտավան աչքեր, ստախոս լեզու, անմեղ արյուն թափող ձեռքեր, չար խորհուրդներ հնարող սիրտ, չարության համար վազելու շտապող ոտքեր, ստեր փչող անիրավ վկա եւ եղբայրների մեջ կռիվներ գցող։ Երբ որ կարդում ենք այս տողերը, արի ու տես զարմանում ենք, փաստորեն Տերն էլ է ատում։ Ոչ միայն դա որ ասում Աստծուց չի, Աստծուց է, այլ ինքը հենց Տերն էլ ունի այդ զգացմունքը, այսպես ասեմ, այդ էմոցիան կարելի ասել նույնպես, ատելը, զզվելը։ Իհարկե դրական էմոցիաներ նույնպես մենք ունենք, չէ, սերը, ուրախությունը, հրճվանքը, հիացմունքը, դրանք էլ էմոցիաներ են, բայց արի ու տես, որ ատելը, զզվանքը նույնպես կա ու նույնպես Աստծուց է։ Գիտես, անգամ Աստվածաշունչը ինքն է, Աստված մեզ է ասում, ատիր մեղքը, ինքը մեզ է ասում։ Ասում որքան որ Աստված հեռու է մեղքից, այնքան էլ մենք լինենք հեռու մեղքից, որքան որ Աստված մոտ է մեղավորին, այնքան էլ մենք մոտ լինենք մեղավորին։ Սրանք լրիվ տարբեր բաներ են։ Բայց ինչ վերաբերում է ատելուն, սիրելիներ, ուզում եմ ավելի մի փոքր խորանանք։ Երբևիցե ինչ որ մեկին կամ ինչ որ մի բան ատած կաս, կամ ինչ որ մի բանից զզված կաս։ Գիտես, ամենատարածված օրինակը բերեմ, փչացած ձուն, այն ամենագեշ հոտը որ ունի, չէ, տահաճ, գեշ հոտ ունի։ Երբ որ միամիտ ձվածեղ ես ուզում անես, սոված, առավոտ նախաճաշ ես անում, ու այն ձուն սենց ջարդում ես ու արի ուտես մեջը սև է, մի անգամից սաղ տան մեջ կներեք այս արտահայտությունը, այսպես շան հոտն ընկնում է, չէ, ինչ ես անում, անգամ քիթդ փակած, տանում ես, թափում ես։ Մի բան, որ զզվում ես, մի բան, որից փախնում ես, մի բան, որից քիթդ ես փակում, մի բան, որից աչքերդ ես փակում, մի բանից, որ զզվում ես։ Գիտես, ներողություն օրինակներից համար ուզում եմ էմոցիաները մեր շարժվի նույնպես, ճանապարհին մի սատկած կռես ես տեսնում, ինչ ես անում, բայ քիթդ փակում կամ աչքերդ փակում ու անցնում ես։ Էմոցիա է, զգացմունք է, որ մեր ոչ դա դրսևորվում է։ Ու հիմա տես հետաքրքիր մի բան սրելիս, Աստվածաշունչը մեզ ասում է 6 բան կա, որ Տերը ատում է եւ 7-ը զզվելի են։ Դու պատկերացնում ես, բաներ է թվարկում այստեղ, որից Աստված քիթը փակում է, որից Աստված աչքերը փակում է, որից Աստված փախնում է։ 6 բան, որ Աստված ատում է եւ 7, որ Աստված զզվում է։ Այսօրվա հենց քարոզս էլ այդպես վերնագրել եմ, Աստված ատում է։ Աստված ատում է։ Ու գիտես, սիրելիս, ուզում եմ ամենասկզբում մենք կարողանանք ճիշտ մեր ներսում հասկանանք Աստված մեղավորին սիրում է, ճիշտ հասկացի, բայց երբ որ մեղավորը մեղքը սիրում է, ինքը մեղքի հետ արդեն մեկանում է, Աստված մեղքը ատում է, Աստված մեղքից զզվում է,
Երբ որ մեղավոր է ու ինքը մեղքի դեմ պայքարում է, Հիսուսի արյունը գալիս է, որ օգնի, որ մարդը ազատվի։ Գիտես, շատ հաճախ մենք զրուցել ենք քույրերի հետ, եղբայրների հետ, ասում են, ես ատում եմ, ես չեմ ուզում այդ մեղքը գործեմ, բայց ստացվում է, ես պայքարում եմ։ Գիտես, Աստվածը տեղ էլ ուրախանում է։ Հիսուսի արյունը օգնական է, գալիս ամեն անգամ մաքրում է։ Բայց Աստված, որ սրտեր քննող է, գիտի մենք մեղքը սիրում ենք, մեղքը ամուր բռնում ենք, թե այդ մեղքի դեմ պայքարում ենք։ Երբ որ մեղքը սիրում ենք, մենք մեղքի հետ ձուլվում ենք, սիրելիս։ Պատկերացրա, որ թեյ ես պատրաստում, տաք ջուրը վերցրեցիր, գիտես թեյը առանձին ինքը այդ խոտն է, բայց հենց տաք ջրի մեջ լցրեցիր, իրան արդեն խառնեցիր, իրարից չես բաժանում։ Երբ որ շաքարը գցեցիր մեջ ու խառնեցիր, իրարից չես բաժանում։ Ուզում եմ ես ու դու հասկանանք, երբ որ մարդ մեղքը սիրում է, ոչ թե մեղքի մեջ է ու պայքարում է դրա դեմ, չէ, այլ երբ որ մեղքը սիրում է, իր մոտ այդ շաղախվելու process-ն է գնում։ Խառնվում է, ինքը մեղքի հետ մեկանում է։ Աստված ատում է մեղքը, սիրելիս։ Աստված զզվում է մեղքից ու ուզում եմ իմ ու քո ներսում նորից այդ վերապրումը, նորից այդ հայտնությունը լինի։ Աստված քիթ է փակում, Աստված աչք է փակում, Աստված հեռու է փախնում։ Ու հետո զարմանում է մեղքը սիրող մարդը, բաղոթում եմ, Աստված խի չի լսում։ Սիրելիս, Աստված փախել է այդ հոտից։ Աստված փախել է այդ հոտից։ Այդ մեղքը դու պիտի զզվես այդ մեղքից, այդ մեղքը պիտի ատես, որ Աստված մոտենա քեզ, որ Աստծո արյունը քեզ մաքրի, օգնի քեզ։ Քանի դեռ դու սիրում ես այդ մեղքը, Աստված քիթ է փակում։ Աստծո հրաշալի ծառան ասում է, գրես Աստված մեզ չի ազատում մեր ընկերներից, Աստված մեզ ազատում է մեր թշնամիներից։ Քանի դեռ մենք մեղքը սիրում ենք եւ մեղքի հետ ընկերություն ենք անում, այն դու, այն քո ընկերները, Աստված չի գալու քեզ քո ընկերներից բաժանի։ Աստված օգնում է մեզ, բաժանում է մեզ մեր թշնամիներից։ Աստված մեզ պաշտպանում է մեր թշնամիներից։ Գրես ցավալի, բայց ես լսել եմ, չէ, ես սիրում եմ այդ մեղքը, ես էդի կանեմ։ Ես առանց դրա չեմ կարա։ Չէ, սիրելիս, կարաս։ Մի խափնվի, քեզ էլ մի խափի, ես չեմ կարաս։ Պարզապես դու ինքդ քեզ արդեն խափել ես, որ առանց դրա չես կարա ու միտքդ էլ չի համաձայնվում դրա հետ։ Գիտես, այսօրվա աշխարհը համաձայնվել է այն մտքի հետ, որ սուրբ ապրել անհնար է։ Բայց ես կասեմ, հնարավոր է։ Հնարավոր է։ Ու ես ճանաչում եմ շատ հրաշալի մարդիկ, նույնպես այստեղ ես դահլիճում, որոնք սրբությունը սիրում են ու սուրբ ապրում են։ Չէ, անհնար է այս աշխարհի մեջ սուրբ ապրելը, ոչ, սիրելիս։ Գոյություն ունի Աստծո շնորհք, գոյություն ունի Աստծո զորություն, որը մեզ գերբնական ձևով օգնում է, որ մենք սուրբ քայլենք, սուրբ ապրենք։ Գիտես, երբ որ Աստծո շնորհքը, Աստծո հոգին գալիս է մեր ներսում, մենք Աստծո պես սկսում ենք մեղքը զզվել, մեղքից զզվել ու մեղքից նույնպես հեռանալ, քիթ փակել։ Գիտես, լինում է ժամանակներ, որ մեղքի հոտը մարդը առնում է։ Այստեղ կան մարդիկ, որ դա վերապրել են։ Ես նույնպես ժամանակ առ ժամանակ մեղքի հոտը վեր եմ ապրում։ Դա հոգևոր բան է, բայց դու հոգևոր աշխարհում այդ հոտը զգում ես։ Գրես ասեմ քեզ, իրականում այնքան տհաճ է։ Ու ամեն մեղք ասեմ իր հոտն ունի։ Ամեն մեղք իր տհաճ հոտն ունի։ Այդպես է, հոգևոր աշխարհը իրական է։ Դու պատկերացնում ես, երբ որ մարդը այդ մեղքը սիրում է ու այդ մեղքի հետ քայլում է, ինքը ուզում է Աստծուն մոտենա, Աստված փախնում է։ Ասում է, լսի, դու սիրում ես այդ մեղքը։ Այս այն վիճակը չի, որ ես գամ, քեզ օգնեմ, ազատեմ քեզ այդ մեղքից։ Չէ, դու փոսը չես ընկել, դու լավ էլ վերևը կանգնած ես, բայց սիրում ես այդ մեղքը։ 6 բան կա, որ Տերը ատում է, եւ 7-ը զզվել են նրա առաջին։ Ամբարտավան աչքեր։ Ես ուզում եմ այսօր մենք մի քիչ ամեն մի կետի վրա նայենք ու տեսնենք, եթե կա բաներ, որ մեր մեջ կբռնացնենք, ու որի պատճառով միգուցե Աստված մեզանից հեռու է, ասենք, օ Տեր, մենք ուզում ենք սա փոխենք։ Ինչ անենք, որ ավելի քեզ մոտ լինենք։ Ինչ անենք, որ մեր աղոթքն ավելի լսելի լինի։ Ամբարտավան աչքեր։ Մեկ ուրիշ խոսքերով ասած, հպարտ աչքեր,
վերևից նայող աչքեր, ցածրացնող աչքեր, վիրավորող աչքեր։ Ծանոթ ենք այս հայացքին։ Իրես կան այսպիսի աչքեր, որ մի հատ քեզի նայում են, մի հատ sense բոյով մեկ sense չափում են։ Մի հատ քեզի գնահատում են, հակից շորերն են գնահատում, բրենդա, բրենդ չի, ով ես, ինչացու է, ձեռիդ ժամը, ով ես вообще։ Մի հատ վերևից կնայի, մի հատ տակից կնայի։ Գիտես, տարիներ առաջ մի հրաշալի եղբոր հետ էի աշխատում զինվորական ծառայության մեջ։ Հայավարի բան ասեմ։ Եղբայրները ավելի լավ կհասկանանք, զինվորական ծառայության մեջ ինքը իրան շատ լավ էր զգում, շատ լավ։ Իրա բառերով ասեմ, ասում ես ամբողջ այդ զվոդին, այդ դասակին ասում կարայի կանգնացնեի ու աչքերով ասում սաղին վիրավորեի։ Բայց ասում երբ որ մտնում էի, կներեք հայերեն բառը չգիտեմ, կապծոր կա, հայերենը չգիտեմ որն է, այդ զինվորական չաստում կա տենց բան։ Ինչ? Պահոց։ Երբ որ ասում մտնում էի կապծոր կա, ես լսում էի դևերը ոնց են ինձ վիրավորում։ Ու մենք իրար հետ խոսում էինք, ինքը արդեն գժվում էր դրանից։ Ասում ախպեր, ասում ես զորամասում պրոբլեմ չունեմ вообще։ Ոնց ուզում անենց անում եմ, բայց հենց մտնում եմ կապծորկա այդ պահոցը, դևերը ինձ վիրավորում են։ Ես գժվում եմ այդ ձեներից։ Ու մենք իրար հետ աղոթում էինք, ինքը ապաշխարում էր, մաքրվեց, սրբվեց, էլ իր այդ վատ բնավորությունից դուրս եկավ։ Բայց գիտես իր խոսքերն եմ հիշում, ասում ես կարայի ամբողջ զվոդին կանգնացնեի ու աչքերով իր բառերն եմ ասում, ուզածս բանի իրանց ասեի, ու ոչ մեկ չէր կարա ինձի բան ասեր։ Ասում ամբարտավան աչքեր, որ Տերը ատում է։ Հպարտ աչքեր, վերևից նայող աչքեր, մեր հայկական խոսք ասում են թարս չափող աչքեր։ Տերը ատում է։ Տերը զզվում է դրանից հոտ է գալիս, որից Աստված քիթ է փակում, սիրելիս։ Աստվածաշունչը մեզ կասի, Մատթեոս 6:22-23-ը, մարմնի ճրագը աչքն է, արդ եթե որ քո աչքը պարզ լինի, քո բոլոր մարմինն էլ լուսավոր կլինի, բայց եթե որ քո աչքը չար լինի, քո բոլոր մարմինն էլ խավար կլինի։ Ուրեմն եթե այն լույսը, որ քեզանում է խավար է, ապա որքան խավար քո խավարը որքան ավելի։ Գրես պարզ Աստվածաշունչը տալիս է հավիտենական ճշմարտություն, մարմնի ճրագը, աչքից պարզ երևում է։ Մարդու աչքը, եթե որ ասում եմ մաքուր է, ուղիղ նայող է, գիտես հասկանում ես, կա չէ այսպիսի բնավորություն, ասում ես իր աչքերի մեջ տեսա, ինքը լավ մարդ է։ Իր աչքերից երևում է ինքը բարի մարդ է։ Գիտեք, սրանք ճիշտ խոսքեր են, սրանք կյանքի փորձառությունով անցած փաստեր են, այսպես ասեմ, որ մարդը տեսնում ասում է իր աչքերից երևում է այս մարդը անկեղծ մարդ է։ Իր աչքերի մեջ սեր կա, իր աչքերի մեջ քաղցրություն կա, իր աչքերի մեջ բարություն կա։ Գիտես, Աստված երբ որ եկավ Կայենի մոտ, հիշում ես, ասեց Կայեն ախպերը տուր է։ Ասեց ինչա կարող է ես իրա պահակնեմ, ասում բա դեմքդ խի է կախած, գլուխդ խի ես կախել, աչքերից մեջ չես նայում, աչքերդ փախցնում ես, ամբարտավան աչքեր։ Գիտես ես հանդիպել եմ, մարդ ով մեղքի մեջ է ու իր մեղքից ինքը հանդիմանվում է, հանդիպեց ինձ, ես մեր եղբայրներից մեկի հետ էի, քայլում ենք, փողոցում հեռվից տեսանք, գիտես կանչեցինք, ձայն տվեցինք, անկեղծ կասեմ, այնպես չէր, որ մենք բռնելու ենք իրան, դու ես մեղք տեսան, դու ես մեղք, չէ, եղբայրեր կարոտել ենք, բայց ինքը քանի որ մեղք ուներ իր ներսում, մեր հետ խոսում էր, այսենց չէր նայում, դեմքներից չէր նայում, այսենց վիճակի մեջ էր, այն կարգի, որ մեր եղբայրը բռնեց, ասեց, հլմատ հանգստացի, հլմատ նայ աչքերից մեջ։ Գիտես, երբ որ մարդու ներսում մեղք կա, այդ մեղքը աչքերից երևում է, ինքը աչքերը փախցնում է, աչքերիդ մեջ չի կարում նայի։ Ու Աստվածաշունչն ասում է, մարդու մարմնի ճրագը աչքն է, արդ եթե քո աչքը պարզ լինի, քո բոլոր մարմինն էլ լուսավոր կլինի։ Սիրելիս, մի հատ քո կյանքին ուշադրություն դարձրա։ Տունը մտնելիս, կնոջ հետ, ամուսնու հետ, ծնողի հետ, շեֆի հետ խոսելիս, աչքերդ փախցնում ես։ Կամ քո դիմացինը, որ քո հետ խոսում է,
աչքերը փախցնում է, թե ուղիղ կարողանում է աչքերիդ նայի։ Գիտեք մի բան էլ ասեմ, էսի շատ հետաքրքիր ինքնապաշտպանական process-ը, երբ որ այս աչքերի մասին խոսում ես, վերջացնում ես, հետո շատ հաճախ լինում է մարդիկ գալիս են ու արդեն վախեցած են, վայ հեսա հովով աչքերներից մեջ կնայի ու սաղ կտենա, ու գիտես ոնց են, այսպես վրետ են նայում, հանկարծ աչքերը չփախցնեն, զգում ես որ այդտեղ էլ մի բան են չի, ուրեմն մի բան կա որ սենց տոշկած նայում է, գիտես եթե ներսը մաքուր է, դու էլ ես հանգիստ լինում, դու էլ ես խաղաղ լինում, էլ ոչի բան չունես թաքցնելու, ոչի բան չունես պահելու, ավելին ասեմ, սիրելիս, հովը մարդը հովին պետք չի ինչ-որ մի բան ցույց տալու ապացուցել, երկինքն ամեն բան տեսնում է, երկինքը ամեն բան գրանցում է, Աստծուց ոչի բան չի թաքնվում։ Հաջորդը սիրելիս Աստծո խոսքը մեզ ասում է ստախոս լեզու, այնքան ցավալի է, քրիստոնեության մեջ, եկեղեցու մեջ սուտը դարձել է շատ հեշտ բան, սա շատ ցավալի է, քրիստոնյան դարձել է հեշտ սուտ խոսացող, այնինչ 10 պատվիրաններից մեկը դա մի ստին է, գիտես պատկերացրա որքան պատվիրաններ ու որքան մեղքեր կան, չէ, լիքն են մեղքերը, խելքից դուրս, բայց 10 պատվիրանների համար Աստված հարկ համարեց 10-ից մեկին տա մի ստիր, այսպիսի ասած խոսք կա, չէ, ասում է, քանի կռուտիտը կա, քրիստոնյան սուտ չի խոսում, գրես այնքան հեշտ է դարձել, սուտը խոսում են, վերջում կատակ արեցի, սուտը խոսում են, վերջում էդ նկատի չունեի, սրելիս, սրտեր քննողը գիտի, ինչ խոսեցինք, ինչ նկատի ունենք, ինչ ասեցինք, Աստվածաշունչն ասում է, Աստված դրանից էլ է զզվում, դրանից էլ է քիթը փակում, դա էլ է ատում, դրանից էլ է փախնում, սիրելիս։ Հովհաննես 8:44-ը մեզ մի զարմանալի բան կասի, դուք ձեր սատանա հորիցն եք, սա Տեր Հիսուս Քրիստոսը խոսում էր հրեաների մեջ, եւ կամենում եք ձեր հոր ցանկությունն անել, նա սկզբից մարդասպաներ եւ ճշմարտության մեջ չկար, որովհետեւ ճշմարտությունը չկա նրանում, երբ որ սուտն է խոսում, իրենիցն է խոսում, որովհետև ստախոս է և ստության հայր։ Այնքան խիստ է։ Սա մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն է իր ժամանակներում, 2000 տարի առաջ տալիս էր ժողովրդին, ովքեր իրան լսում էին։ Ասում է ժողովուրդ, երբ որ սուտն եք խոսում, ստի հորից եք խոսում, ստի հայրը սատանան է եւ դա իրան ենք հաճեցնում, երբ որ մենք սուտ ենք խոսում, ինքն է դրանից լավ զգում, ինքն է դրանից կերակրվում ու մեծանում։ Այսպեսի խոսք կա, չէ, ասեմ, մի սուտը իր հետևից 7 սուտ է բերում։ Երբ որ մարդը գնում է ստի փոսը, էլ այդ փոսից չի կարում հելնի, քեզ ապաշխարել է պետք, մեզ ապաշխարել է պետք, մեզ սթափվել է պետք, կանգնել ու ճշմարտությանը ուղիղ նայել։ Աստվածաշունչն ասում, որ Աստված ստից էլ է զզվում։ Առակաց 12:22-ը մեզ կասի, զզվելի են Տիրոջ համար ստախոս շրթունքները, բայց հավատարմություն անողը հաճելի է նրան։ Խաբել, բացահայտ սուտ խոսել, չափազանցացնել, իրականությունը թաքցնել, կեղծ խոստումներ տալ, կիսատ ճշմարտությունն ասել։ Կիսատ ճշմարտությունը, կիսատ պրատ խոսում է հետդ։ Կիսատ պրատ, յանեմ սուտ չի խոսացել, բայց սուտ է խոսացել, կեսն է ասել։ Սրելիս, կարաս ինձ խափես, կարաս կողքինիդ խափես, ես կարամ քեզ խափեմ, բայց երկինքը այդ հոտը առնում է, երկինքը դա տեսնում է։ Հաջորդը սրելիս, Աստծո խոսքն ասում է, անմեղ արյուն թափող ձեռքեր։ Նորից 10 պատվիրաններից մեկը Աստված հարկ համարեր գրեց մի սպանիր։ Եվ իհարկե մենք կնայենք ֆիզիկական սպանելուն եւ մենք կնայենք հոգեվոր նույնպես սպանությանը։ Ֆիզիկական սպանելուն միգուցե դու այստեղ նստած ասում ես հովժան ես մարդ չեմ սպանել։ Գիտես, բայց մենք կարանք խոսքերով այնքան վիրավորենք ու այնքան սպանենք։ Գիտես, անգամ իհարկե ցավալի է սա, բայց կուզենամ ասեմ բոլոր ընտանիքներին
արհեստական վիժեցումը, արհեստական հեռացնել երեխային, դա նույնպես սպանություն է, աբորտը, այսպես ասեմ։ Սիրելիս, Աստված աբորտը չի ընդունում։ Աբորտը սպանություն է։ Չգիտես, խի մեր մշակույթի մեջ մտել է, դե չենք ուզում երեխուն հանեցինք։ Դա սպանություն է։ Եվ պետք է ընտանիքները, ամուսինները, կանայք դա իմանան։ Եթե Աստծո ողորմությունով կինը հղիացել է, Աստված պարգև է տվել մայրանալու, կապ չունի առաջինն է, 4-րդն է, 5-րդն է, թե 8-րդ աղջիկն է։ Սիրելիս, դա Աստծոց տրված նվեր է, կյանք, որ մայրը կրում է իր որովայնում, դա սպանություն է եւ դա անեծքի հետևանք է բերում։ Դա անեծքի հետևանք է բերում։ Գրես որքան պատմություններ կան ընտանիքներում, ինչքան ցավ ու ինչքան սուգ է մտել արհեստական վիժեցումից հետո։ Կարծես թե մտածում են, դե բան չկա, դե չենք ուզում, գնացինք, հանեցինք, բայց հետո սատանայի դռները բացում են ու սատանան գալիս է։ Պատկերացնում ես երեխան, որ մոր որովայնը ամենաապահով տեղը պետք է լինի, ամենապաշտպանված տեղը պետք է լինի, բայց հենց ինքը ծնողը տանում է ու թույլ է տալիս, որ դևը այդ գործիքներով ոչնչացնի իրան։ Սա սպանություն է։ Սա սպանություն է։ Իմացեք դուք, ասեք ձեր հարցներին, թող սրանից հեռու լինեն։ Ցավալին գիտես ինչու է, որ անգամ եկեղեցու պատմության մեջ 20, 30, 40 տարվա հավատացյալ տատիկը հարսի ձեռից բռնում է, տանում է հեռացնելու երեխուն։ Դες տատի դու հավատացյալ չես, դե չենք ուզում այս երեխուն ունենանք, ինչ կաղոթենք, կապաշխարենք։ Իրոք, այսինքն նախորոք մեղքը գործում ես, հետո կապաշխարենք, ինչ է եղել, որ ու դու կարծում ես կներվես այդ դեպքում։ Գիտես, երբ որ մեղքի մեջ սայթակում են, այդտեղ են ներվում։ Սա շատ վտանգավոր է։ Սա շատ վտանգավոր է։ Աստվածաշունչը մեզ կասի Մատթեոս 5:21 լսել եք, որ առաջիններին ասվեցավ մի սպանիր եւ ով որ սպանե պարտական կլինի դատաստանի։ Տեր Հիսուսն է ասում, բայց ես ասում եմ ձեզ, ամեն ով որ զուր տեղը բարկանա իր եղբորը, պարտական կլինի դատաստանի եւ ով որ իր եղբորն ասե հիմար, պարտական կլինի ածյանին եւ ով որ իր եղբորն ասե մորոս, պարտական կլինի գեհենի կրակին։ Դու պատկերացնում ես Տեր Հիսուս Քրիստոսը սպանությունը բերեց ու համեմատեց, ասեց այն ժամանակ գրված էր մի սպանիր, հիմա ես ավելի եմ խստացնում, հիմա ավելի խորն է սա, եթե անգամ եղբորդ ասեցիր հիմար, պրիդուրակ, դեբիլ, ապուշ, անասուն, տարածված խոսքեր, վիրավորական խոսքեր, պարտական կլինի գեհենի կրակին, երկնքում հոտ է գալիս։ Երկնքում հոտ է գալիս։ Այսօր այնքան սովորական ենք դարձնում իրար վիրավորելը, սովորական են դարձնում իրար անիծելը, սովորական են դարձնում իրար չար խոսքեր խոսելը։ Տան մեջ քուր աղբեր, ծնող երեխա, երեխա ծնող, հարսը կիսուրին, կիսուրը հարսին։ Սիրելի, սա սպանություն է։ Ես ուրիշ բան չեմ կարդում, ես ավետարան եմ կարդում։ Ու պետք է եկեղեցին սթափվի։ Մենք կարանք նայենք, շատ հաճախ գալիս են, հենց դուք, սիրելիներ, թանկագիններ, Հովիվ ջան, վերջին օրերից կխոսակ։ Վերջին օրերում ենք, Տերն եկավ, պատրաստ ենք դիմավորենք։ Թե անիծում ենք, թե վիրավորում ենք, անիծում ենք պապային, անիծում ենք կիսուրին, անիծում ենք հարսին։ Մի սպանիր։ Մենք հաճախ մտածում, դի դանակը վեկալի մցնի սիրտը նոր սպանել, չես սիրելիս այդ խոսքերը դանակի պես են։ Ատելություն, չներում, նախանձ, բարկություն, վիրավորանք, այս ամեն ինչը կար Հիսուսի խոսքերի մեջ։ Բայց ես ասում եմ ձեզ, ով որ իր եղբորն ասի, այս բոլոր բաները, տես, լսել եք, որ առաջիններին ասվեցավ մի սպանիր, եւ ով որ իր սպանը պարտական կլինի դատաստան, բայց ես ասում եմ ձեզ, եթե ամեն ով որ զուր տեղը բարկանա
իր եղբորը պարտական կլինի դատաստանի, եւ ով որ իր եղբորն ասե հիմար, պարտական կլինի ածալի, եւ ով որ իր եղբորն ասե մորոս, պարտական կլինի գեհենի կրակին։ Սրից թող սա կտրվի մեզանից։ Գրես կա այսպիսի խոսք չի, ասա մարդու ոտը տրորի իրան կճանաչես։ Ոտը տրորի իրան կճանաչես։ Մի անգամից բերանը բացում է։ Հաջորդը, չորրորդը, չար խորհուրդներ հնարող սիրտ։ Չար խորհուրդներ հնարող սիրտ։ Երեմիայի 7:17-9 կկարդամ։ Խորամանկ է սիրտը ամենից ավելի եւ ապականված, նրանով կարող է հասկանալ։ Ես Տերս քննում եմ սիրտը, ասում է Աստված, փորձում եմ երիկմունքները, որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ եւ իր գործերի պտղին համեմատ։ Դու տեսնում ես սիրելիս, Աստված ասում է ես սիրտը քննում եմ ու համաձայն իմ քննած սրտի եմ տալիս այդ մարդուն։ Ինչ ենք արել, ում ենք մի կտոր հաց տվել, ում ենք էսի արել, ում ենք այնի արել, բախի այս ամեն ինչը գալիս, ասում է չար խորհուրդներ հնարող սիրտ, չար ծրագրեր, վնասել ուրիշին, ուրիշի հաշվին շահ փնտրել, խարդախություն ծրագրել, վրեժ լուծել, չար խորհուրդներ հնարող սիրտ։ Գիտես, ես ճանաչում եմ, խոսել եմ մարդու հետ, ինքը ոխ է պահում, վրեժ է պահում իր ներսում, ինքը չներումն է պահում իր ներսում, ասում է չար խորհուրդներ հնարող սիրտ։ Սրտիս պետք չէ թույնը պահես ներսում, այդ քեզ է թունավորում։ Խնդրիր Աստծուն, թող օգնի քեզ ազատվես։ Խնդրիր Աստծուն, թող օգնի այդ վրեժից ազատվես, այդ վրեժ առնելուց ես մինչև չտենամ իր կործանումը չեմ հանգստանալու։ Գիտես սա վատ է։ Սա հենց քեզ է վնասում, սա հենց այն թույնն է, որ քեզ ու քո ընտանիքին է թունավորում։ Դրանից ազատվի։ Դատաստանը տուր Աստծուն, Աստված մեծ է։ Աստված կփոխի, Աստված ինչ որ հայ իր գործը գիտի ոնց կանի։ Գիտես, երբ որ նոր ապաշխարել էի, նոր ապաշխարել էի, արդեն Աստծո սիրով լցվել էի։ Մի օր հավաքույթից էլի տենց լցված աղոթքով, Տիրոջ հետ տենց շփվելով քայլում էի, ու մեկ էլ մտքովս հիշեցի մեկին, ում հետ թշնամի էի։ Կար որոշ հարցեր, որ թշնամի էի։ Ու մեկ էլ Տերը սկսեց հետս խոսել. Եթե իմանաս, որ այդ մարդը ապաշխարել է ու ինձ Տերը ընդունել, ոնց կվարվես։ Գիտես, ներսս ինձ միանգամից փոխվեց։ Ասի, վայ, ինչ հետաքրքիր է Աստվածան։ Եթե իրան տեսնեմ եկեղեցում, ես իր հետ ոնց կվարվեմ։ Ես անկեղծ ասեմ, այդ ժամանակ Աստծո սերը ներսս այնքան լցված էր, որ ես ասի երևի կփաթաթվեմ իրան, կգրկեմ, կասեմ այնքան ուրախ եմ, որ քեզ ստեղ տեսա։ Գիտես, մի բան հասկացա, որ երբ որ դիմացինի մեջ Քրիստոսն է, այն նույն Քրիստոսը, որ քո մեջ է, այդ նույն Քրիստոսը իր մեջ է, շատ բաներ փոխվում է։ Բայց երբ որ այդ Քրիստոսի լիությունը մեր մեջ չի լինում, սիրելիս, այդ վրեժը, այդ ատելությունը, այդ չներումը մնում է։ Դրա համար մեզ պետք է Քրիստոսով լցվել։ Քրիստոսով լցվել։ Եթե գիտես կամ մեկ ում հանդեպ ոխ ես պահել, չներում ես պահել, վրեժ ես պահել, այսօրվա քարոզը վերցրա մոտդ գրի, ասա Տեր, ես չեմ ուզում այնպիսի կյանքով ապրեմ, որ դու քիթդ փակես ինձ տեսնելուց, աչքերդ փակես, ես ուզում եմ օգնի ինձ, ես սրանից ազատվեմ, օգնի ինձ, ես սրանից դուրս գամ, ես ուզում եմ քեզ մոտ լինեմ։ Չար խորհուրդներ հնարող սիրտ։ Ես որ խնդրեմ, կարելի է թող չարության համար 5-րդը, չարության համար վազելու շտապող ոտքեր։ Չարության համար վազելու շտապող ոտքեր։ Գիտես, երբ որ աշխարհիկ ես լինում, աշխարհիկ կյանքում, նորից իմ երիտասարդ կյանքից, երբ որ օրինակ բերեմ, գիտես, երբ որ գիտեիր միտեղ մեղք են գործում, դու վազում ես այդտեղ։ Որտեղ մեղքը սիրում է մեղք գործել, հա, մեղավորը սիրում է մեղք գործել։ Ու մանավանդ դու դրա մեջ ես, դու գիտես, հենց որ ասում եմ, մի տեղ լի մեղք գործելու, վազես մեղք գործես։ Չարության համար վազելու շտապող ոտքեր։ Վազել մեղքը գործելու համար։ Մեղքը գործելու հնարավորություն փնտրել։
Սա նույնն է։ Մեղք գործելու հնարավորություն փնտրել։ Մեղքի առաջարկները չմերժել։ Մեղքի առաջարկները չմերժել։ Բայց լավ բան ասեց է, մեջը քյար կա։ Բայց մեղքով է։ Ստով է, կեղծիքով է, ինչ որ մեկի վրայով անցնելով է, ինչ որ մեկին վնասելով է։ Սիրելիս, Աստծո սերը զոհում է իրան դիմացինին լավ լինելու համար։ Աշխարհի կիրքը դիմացինի հաշվին իրան լավն է անում։ Սա մոտդ նշի։ Աստծո սերը իր հաշվին դիմացինին լավն է անում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը հրաշալի օրինակ էր։ Իր խաչով մեզ նվեր արեց, փրկություն նվիրեց։ Չարության համար վազելու շտապող ոտքեր, հաճույքով միանալ մեղքի զվարճանքներին, հաճույքով միանալ մեղքի զվարճանքներին։ Երբ որ միտեղ մտնում ես, այդտեղ մեղքը դադարում է, թե նույն ձև շարունակվում է։ Սիրելիս, այնպես պետք է ապրենք, որ երբ որ միտեղ մտնես, այդտեղ մեղքը դադարի։ Այդտեղ մեղքը դադարի։ Գիտես, շատերիցը հենց լսել եմ, ասում եմ, հենց մտնում եմ, էլ չեմ բամբասում։ Գիտես, էդի լավ է։ Այդտեղ Հիսուսն ուրախանում է։ Հենց մտնում եմ, էլ չեն հայհոյում, գիտես, էդի լավ է։ Այդտեղ Հիսուսն ուրախանում է։ Բայց երբ որ քրիստոնյան մտնում է միտեղ, որտեղ մեղք են գործում ու բան չի փոխվում, դա այնքան վատ է, այնքան ամոթ է։ Աստված էլ, հրեշտակներն էլ քիթները փակում են։ Գիտես, ես մի հրաշալի հայտնություն ունեմ իմ կյանքի համար ու ես միշտ խորհուրդ եմ տալիս սա։ Մա ոնց իմանամ, որն է Աստծո կամքը։ Աստծուն բեր այնտեղ, որտեղ որ դու կաս։ Գործի տեղն ես, Աստծուն բեր այնտեղ։ Ինստիտուտում ես, Աստծուն բեր այնտեղ։ Ընտանիքում ես, Աստծուն բեր այնտեղ։ Աստծուն բեր այնտեղ, որտեղ որ դու կաս, այդ ամենաուժեղ Աստծո կամքն է։ Որ ոչ թե ամաչես Աստծուց, ոչ թե ամաչես Աստծուն այդտեղ բերես, որ ասեմ հավատացյալ եմ, բա որ Գիտեք, երբ որ նոր ապաշխարել էի, Աստվածաշունչն ասում է, ցնորվում ենք, չէ, Տիրոջ համար ենք ցնորված։ Գիտես, եմ խելագարի պես սիրահարվում ես Հիսուսին, ու ուզում ես ամենտեղ պատմես իր մասին։ Ասես, որ Հիսուսին սիրում ես, ջայլ տղա ես, կյանքը, ինստիտուտը, աշխատանքը, բայց սիրահարված ես Հիսուսով։ Իմ Աստվածաշունչը ոսկեզոծ կողքերով Աստվածաշունչ էր։ Գիտես, այն սկզբում ես լավ հիշում եմ, անգամ եթե անունը ասեմ, շատերդ կհիշեք այդ տոպրակները, Նիվեա կապույտ տոպրակներ կար այսպես։ Ինքը շատ հարմար էր իմ Աստվածաշնչի չափերի համար։ Ես այդ Աստվածաշունչը դնում էի այդ տոպրակի մեջ ու դրանով գնում էի խմբա կամ աշխատանքի կամ եթե ինստիտուտից հետո աշխատանքի, որ հետս լիներ։ Ու մի անգամ Հովվ Արտուրը, երբ որ քարոզում էր, ասեց սիրելիներ, աշխարհը չի ամաչում իր անբարոյականությունից, իսկ շատ հաճախ մենք ամաչում ենք մեր բարոյականությունից։ Ու գիտես, այնքան կպավ այդ խոսքերը սրտիս, որ դուրս եմ եկել, այդ տոպրակը ճղել եմ, ու այդ Աստվածաշունչը այսպես, որ ասում խելագարի պես, այսպես պահում էի, ու ասում Տեր, ես չեմ ամաչում քեզանից։ Ես չեմ ամաչում քեզանից։ Իհարկե կողքից կարող են նայեին ու ասեն, ես գիժնով է, բայց իմ ներսում բան էր կատարվում։ Ես ինձ էի հաղթում։ Ես այն ամոթն էի կոտրում, որ մի ժամանակ ծածկում էի, վայ հանկարծ չիմանան Աստվածաշունչը, բայց ես այդ ժամանակ արդեն ինձ էի կոտրում, թող իմանան, ես Հիսուսինն եմ, թող այդ կողքերը փայլուն տեսնեն, որտեղ այն ժամանակ այդքան շատ փայլուն բլոկնոտներ ու բաներ չկար, Աստվածաշունչն էր միայն այդպես փայլուն, ու եթե փայլուն էր, ուրեմն սաղ գիտեին Աստվածաշունչը։ Ու գիտես, մի անգամ իմ կյանքում այն սենց կարոննի հա, սենց այդ պահեի կա, որ ես պետք է ցույց տամ, տրանսպորտի մեջ նստած եմ, Աստվածաշունչը չոքերից դրած է, ու հենց վերևից էլ գրած է Աստվածաշունչ, փայլուն։ Կողքիցս մի հատ տատիկ սենց պտտվեց ու ասեց, տղա ջան,
գիրքը շուր դուր թող չերևա, որ Աստվածաշունչը մարդիկ չգայթակղվեն։ Այն որ դա իմ ասելու տեղն էր արդեն։ Ասի տատի ջան, ես չեմ ամաչում Աստվածաշնչից։ Թող սաղ իմանան, որ ես հավատացյալ եմ։ Բայց գիտես, մի բան էլ ներսումս բարձրացավ ու տատին ասեցի։ Ասի տատի, ասի ես ուսանող եմ։ Ֆինանսական ակադեմիայում եմ սովորում։ Եթե հիմա իմ գիրկը մի հատ տնտեսագիտության գիրք դրածլներ, դու դա չէիր ասի, չէ՞։ Այնց առաջ իմանան տնտեսագիտության գիրքը հանկարծ չգայթակղվեն, բայց չգիտես խի քրիստոնյա երկրում Աստվածաշունչ ունենալը գայթակղությունը։ Մի ամաչի քո Հիսուսից։ Մի ամաչի քո Հիսուսից ռելիս։ Հաճույքով միանալ մեղքի զվարճանքներին փախի։ Փախի այն տեղերից, որտեղ մեղք կա։ Փոխի այն տեղերը, որտեղ մեղք կա։ Եթե ունես իշխանություն, որտեղ կարաս մտնես ու ասես մի արեք ու դա կանցնի, ուրեմն մտի ու ասա։ Եթե չունես իշխանություն այդ տարածքում, որ բան փոխես, դու փախի տեղից։ Դու այդ տեղից փախի։ Ես այդպես եմ անում։ Ես ունեմ տարբեր շրջապատներ իմ կյանքում, հանդիպում եմ տարբեր հանդիպումներ ալինում, կան տեղեր, որտեղ ես չունեմ այդ իշխանությունը, ասեմ, իմ մոտ մի հայհոյեք։ Չեմ կարող ասեմ։ Ոչ թե որտեղ դուխս չերիքում կամ բան չէ, դա պարկես չի լինի, դա գեղեցիկ չի լինի, դա նորմալ չի լինի։ Գիտես ինչ եմ անում։ Ես քիչ-քիչ հեռանում եմ։ Ժամանակից շուտ հաջող կասեմ, շուտ կավարտեմ իմ զրույցը, կհեռանամ, դա իմ տեղը չի։ Բայց այնտեղ, որտեղ կարամ փոխեմ, իմ շրջապատն է, իմ հարազատներն են, իմ ընկերներն են, մի ասեք։ Դա սատանայի փառաբանությունն է։ Մեղքի մեջ սատանան է ուրախանում։ Հաջորդը սիրելիս, ստեր փչող անիրավ վկա։ Գիտես, մենք խոսեցինք սուտ խոսալու մասին, բայց սրանք տարբեր են։ Աստվածաշունչը նույն բանը չի ասում։ Միտեղ ասում է սուտ մի խոսի, միտեղ էլ ասում է ստեր փչող անիրավ վկա։ Երբ որ սուտ վկայություն են տալիս ուրիշի համար։ Ելից 20:16-ը ասում է քո դրացու դեմ սուտ վկայություն մի արա։ Հիշում ես սուտ խոսալու մասին մենք խոսեցինք, մենք սուտ խոսալու մասին ասեցինք, որն էր նա խափել, բացահայտ սուտ խոսել, չափազանցացնել, իրականությունը թաքցնել, կեղծ խոստումներ տալ, կիսաճշմարտությունն ասել։ Սա սուտ խոսալն էր։ Իսկ ստեր փչող անիրավ վկան սիրելիս իրեն վերաբերվող հարցերում սուտ է խոսում իր օգուտը ներողություն սուտ խոսելը որն է իրեն վերաբերվող հարցերում սուտ է խոսում իր օգուտի համար սուտ վկայություն տալը սուտ վկայություն է տալիս ուրիշի մասին ի վնաս ուրիշին սուտ վկայություն տալ կարա դա լինի օրինակ դատարանում երբ որ կեղծ ցուցմունք են տալիս եկեղեցում երբ որ մարդու մասին սուտ բաներ են պատմում, ղեկավարին, աշխատակցի մասին սուտ տեղեկություն տալ, տենց բան չի արել, գալի հեքիաթներ են պատմում։ Մեկին մեղադրել այն բանում, որը նա չի արել։ Որը նա չի արել։ Գիտես, ցավալի, բայց կասեմ, 20 տարվա հովվական ծառայության մեջ եղել են դեպքեր, երբ որ ես լսել եմ մարդուն, որ պատմում է ուրիշի մասին, եկեղեցու անդամը մեկ ուրիշ անդամի մասին, բայց հետո երբ որ դա ճշտում ես ու դրա մասին դա հետևողական դատես, դե ես այդ նկատի չունեի, դե ես այտենց չասեցի, բայց գիտես խոսելուց այնքան լավ սուտ վկայություն է տալիս։ Գիտես ծառայության մեջ ուղղակի մի բան սովորել եմ։ Շատ հաճախ լուր լսում եմ, միգուցե ժպտալով լսում եմ։ Այս գիտես լինում է դեպքեր, որ Սուրբ Հոգին սրտիս մեջ ասում է սուտ է խոսում։ Դու իմ դեմքից միգուցե չես իմանա։ Երբ որ Տերը սովորեցնում էր այս պարգևի մեջ, գիտես ես շատ միամիտ էի։
Երևանում իմ տնային խմբակում մեկը սուտ խոսեց տհաճ հոտ առա։ Ու հետո տուն աղոտ քարեցած տեր այնքան տհաճ հոտ եկավ, այդտեղ չպետք է այդ հոտը լիներ։ Աստված ասեց դա ստի ոգին էր, դա սուտն էր։ Այդ հոտը ճանաչեցի։ Անցավ մի փոքր ժամանակ նորից նույն մարդու հետ հանդիպեցի, նորից այդ հոտը առա։ Հենց այդ հոտը առա իրեսին ասեցի դու սուտ ես խոսում։ Միամիտ էի շատ։ Կռիվ դարավ։ Դու ավակ ես, ինձի ստի մեջ ես մեղադրում։ Հետո գնացի աղոթքի, Աստծո հետ աղոթում եմ, ասում Աստված ջան, բա կռիվ դարավ է։ Գիտես Աստված ինչ ասեց։ Ասեց դու չպետք է ասեիր։ Ես այդ պարգևը տվել եմ, որ ոչ թե մցնես մարդու աչքը, այլ այդ պարգևը տվել եմ, որ աղոթես։ Որ իմանաս ինչի հետ գործ ունես։ Ամեն ինչ չի, որ պետք է տեսնես ու միանգամից ասես։ Բաներ կա, կիմանաս ու կլռես։ Ոնց ես մտածում Հիսուսը գիտեր չէ մեղքերը։ Հուդային գիտեր։ Ես կարծում եմ, որ գիտեր։ Բայց գիտես Հուդային ինչքան էր շանս տալիս, լռում էր, փորձում էր քարոզների միջոցով խոսեր։ Աստված սովորացնում ասիրելիս։ Մի անգամ էլ շատ հետաքրքիր մի դեպք եղավ, մեկի հետ էլի խոսում էի, էլի այդ նույն հոտը զգացի։ Այդ անգամ խելոք մնացի։ Բան չասեցի։ Գնացի տուն, սկսեցի աղոթել, Աստեր իմ Աստված, հիմա ինչ աղոթեմ։ Սկսեցի հոգով աղոթք անել, այդ մարդուն օրհնել, աղոթում էի, որ ինքը ապաշխարի, գիտեք անկեղծ կասեմ, այնքան էի ուրախացել, մոտավորապես մի 10 օր պլյուս մինուսով անցավ։ Մեկ էլ զանգեց, բա կարող ենք հանդիպել։ Ասում լավ, հանդիպենք։ Երբ որ հանդիպեցինք, ասեց ուզում եմ ապաշխարեմ։ Ասեմ ինչ ա եղել։ Ասում գիտես այն որ հանդիպել ենք, ես մի հատ բան կար, քեզ խաբել եմ։ Գիտես իհարկե ես այդտեղ էլ իմաստուն չձևացա, որ ես գիտեի, ինձի Տերն ասել էր։ Չէ, պետք չի տեն սուպեր հոգևոր խաղեր խաղալ։ Ես իրան գրկեցի, փաթաթվեցի, ասի ես քեզ սիրում եմ, ես քեզ օրհնում եմ, իմացի որ ներում եմ, ազատ ապրի։ Գիտես պարգևը սրա համար է, որ օգնես դիմացինին։ Պարգևը նրա համար չի, որ դիմացինին փրթենք։ Պարգևը դիմացինին բարձրացնելու, դիմացինին մաքրելու, դիմացինին բժշկելու համար է։ Սուտ վկայություն տա։ Գիտես Աստվածաշնչյան հրաշալի օրինակներ։ Հիշում ես Անանիային ու Սաֆիրային։ Սուտ խոսեցին։ Անանիան ու Սաֆիրան սուտ խոսեցին։ Որտո սուտը պատժվեց։ Իսկ հիշում ես, որ Հիսուսի դեմ սուտ վկայություն տվեցին։ Դրանք տարբեր ստեր են։ Անանիան ու Սաֆիրան սուտ խոսեցին, դա իրանց օգուտն էին փնտրում ու սուտ խոսեցին դիմացինին։ Բայց երբ որ Հիսուսի դեմ եկան վկայություն տալու, ինչ ասին, Հիսուսին դատի ժամանակ կեղծ վկայություն տվեցին։ Արդեն Հիսուսի դեմ էին, իրանք սուտ էին խոսում, բայց Հիսուսի դեմ էին սուտ խոսում։ Աստված ասում է, սրանից էլ եմ քիթս փակում։ Երբ որ ուրիշի հանդեպ սուտ վկայություն են տալիս։ Եվ հաջորդը սիրելիս, 7-րդը։ Այնքան հետաքրքիր է, երբ որ ես 6 հատը նայում ես, 7-րդը հասկանում ես։ Եղբայրների մեջ կռիվներ գցող, բաժանություն։ Այս 6 հատը որ լինում է, այն 7-րդը կլնի ու կլնի։ Եղբայրների մեջ բաժանություն գցող։ Սաղմոսներում 133-ի մեկը շատ եմ սիրում։ Տես ինչքան բարի է եւ ինչքան ցանկալի, որ եղբայրքը իրար հետ մեկտեղ բնակվեն միաբանության մեջ։ Աստված այնքան է սիրում միաբանությունը։ Միաբանություն տան մեջ, ընտանիքի մեջ։ Միաբանություն եկեղեցու մեջ։ Միաբանություն բիզնեսի մեջ։ Մեր բիզնեսմեն եղբայրները, քույրերը իրանց հիմնարկներում, իրանց գործի մեջ սա շատ լավ կհասկանան, որքան զորավոր է, որքան ուժեղ է այն թիմը, որտեղ կա միաբանություն։ Որքան ուժեղ է այն եկեղեցին, որքան ուժեղ է այն տնային խմբակը, որտեղ կա միաբանություն։ Որքան ուժեղ է այն ընտանիքը,
որտեղ կա միաբանություն։ Սիրելի եղբայրներ եւ սիրելի քույրեր, զուգահեռ կուզենամ ասեմ, չեմ ուզենա ինչ-որ մի կողմը բարձրացնեմ կամ մի կողմը ցածրացնեմ, բայց անգամ տների մեջ ու ընտանիքների մեջ մի բերեք բաժանություն։ Հաճախ տեսնում ես հարցներ աղբերների մեջ բաժանություն են բերում։ Մի արա, մի ծոցից են մեծացել, տուն ա քանդվում։ Տուն ա քանդվում, կարաս ավելի միաբանի, կարաս ավելի հաշտեցրա, նույնը եղբայրներ, ցավալի ա, բայց ես կասեմ, գրես հարսին բերում են տուն, մորդ չզանգես, քրոջդ չզանգես, ինչի, իրա կտորնա թո զանգի կարոտն առնի, չէ, բայց իրականում տեսել եմ, գիտեմ դա, տեսել եմ սիրելիս, Բեղ չզանգես, ստրուկ ես բերե, ծառ ես բերե, ռաբինյայի զաուրանա, ով ա, կին ես բերե, քո կեսնա, քո երեխեքի մերնա, թո զանգի մոր հետ էլ խոսա, ինչ ա լինում, չէ, բայց լուրջ եմ ասում, տեսել եմ, կնգա շնչից նստած չզանգես, մի արեք, թող այդ բաժանությունը չլինի, թող այդ բաժանությունը չլինի, Հալելույա մեր Տիրոջը։ Գրես մոտս մի հետաքրքիր բան եմ գրել։ Դառը եւ քաղցր ճշմարտություն։ Արի կանգնենք ոտքի խնդրում եմ։ Ես ուզում եմ քեզ համար սա կարդամ։ Ու թող մեզ այս խոսքերը իրականում բերի ազատագրում։ Դառը եւ քաղցր ճշմարտություն։ Քեզ հետ բամբասողը քեզանից հետ կբամբասի, քեզ հետ գողացողը քեզանից հետ կգողանա, քեզ հետ սուտ խոսողը քեզ հետ կստի, քեզ հետ դավաճանողը քեզ էլ կդավաճանի, քեզ հետ ուրիշին ստորացնողը քեզ էլ կստորացնի, քեզ հետ ուրիշի գաղտնիքը բացողը քո գաղտնիքն էլ կբացի, քեզ հետ չարախոսողը քո մասին էլ կչարախոսի, քեզ հետ շահ փնտրողը քեզ էլ կօգտագործի, քեզ հետ ուրիշին դատողը քեզ էլ կդատի, քեզ հետ ուրիշին ծաղրողը քեզ էլ կծաղրի, քեզ հետ ատելություն տարածողը քեզ էլ կատի, քեզ հետ ուրիշին վաճառողը քեզ էլ կվաճառի, քեզ հետ բարի խոսողը քո մասին էլ բարի կխոսի, քեզ հետ ազնիվը քոնը կպահի, քեզ հետ ճշմարտություն խոսողը քեզ էլ ճշմարտությունը կասի, քեզ հետ հավատարիմ լինողը քեզ էլ հավատարիմ կմնա, քեզ հետ ուրիշին բարձրացնողը քեզ էլ կբարձրացնի, քեզ հետ ուրիշի գաղտնիքը պահողը քո գաղտնիքն էլ կպահի, քեզ հետ բարեխոսողը քո մասին էլ բարին կխոսի, քեզ հետ անշահախնդիր վարվողը քեզ միշտ կաջակցի, քեզ հետ արդար լինողը ուրիշի հանդեպ քո հետ էլ արդար կլինի, քեզ հետ հարգողը քեզ էլ կհարգի, քեզ հետ սեր տարածողը քեզ էլ կսիրի։ Սիրելիս, մենք պետք է նայենք մեր կողքը, մենք ինչպիսին ենք, մեր կողքի մարդիկ ինչպիսին են։ Թույլ տանք թող Սուրբ Հոգին սրբի մեր կյանքը։ Այսօր մենք միասին կբարձրացնենք ապաշխարության աղոթք, Տիրոջը կանչող աղոթք։ Ու եթե բռնացրեցիր մի բան քո ներսում, որի պատճառով միգուցե Տերը քիթը փակում է, այսօր մենք կփորձենք դա բաց թողենք։ Խնդրենք թող Տերը մեզ մաքրի։
Արի խոնարհենք մեր գլուխները։ Թանկագին Հիսուս, բարձրյալ Տեր, խոնարհվում ենք քո գահի առաջ։ Այսօր քո խոսքը լսեցինք։ Այսօր լսեցինք այն ամեն ինչ դու խոսում ես, Տեր, որ դու ատում ես, զզվելի է քեզ համար։ Ու մենք չենք ուզում թանկագին Տեր, մեր կյանքով, մեր վարքով քեզանից հեռու լինենք։ Չենք ուզում այնպիսի կյանք ապրենք, որի պատճառով որ դու քո երեսը կթեքես, որի պատճառով որ քո քիթը կփակես ու հեռու կփախնես։ Մենք ուզում ենք Տեր ապրենք մի կյանքով, որ քեզ հետ մոտ կլինենք, ձեզ մտերիմ կլինենք։ Հիմա խնդրում ենք թանկագին Հիսուս։ Մենք չենք ուզում, որ ինչ-որ մի մեղք լինի, որը կասենք, սիրում ենք այս մեղքը։ Ես էսի չեմ թողնի, ոչ Տեր։ Մենք ուզում ենք այսօր ամեն մեկս էլ ասել Տեր, եթե մեզանում մեղք կա, եթե ինչ-որ հանցանք ունենք, ինչ-որ սխալ բան կա, խնդրում ենք, որ քո Սուրբ Հոգով օգնես մեզ, որ ազատվենք դրանից։ Թանկագին Հիսուս, խնդրում ենք, որ քո Սուրբ արյունով մաքրես մեզ ամեն մեղքից, ամեն անօրենությունից, մեզ սրբացնես ու ազատես։ Խնդրում ենք թանկագին Հիսուս, այսօր այստեղ կանգնած քո եկեղեցին, քեզ հավատացող ժողովուրդը ապաշխարում ենք Տեր։ Խնդրում ենք Տեր, որ ամեն ինչը որ զզվանք եւ ատելություն աբարձացնում, թող դա մեզանից մաքրվի ու հեռանա։ Մենք ուզում ենք Տեր քո խոսքն ասում է, որ մենք քո անուշահոտությունը լինենք։ Այո Տեր, որ դու նայես ու մեզանից այդ անուշահոտությունը, մեզանից այդ սրբության բուրմունքը լինի Տեր, որպես քո ժողովուրդ, որպես քո եկեղեցի։ Շնորհակալ ենք թանկագին Հիսուս։ Շնորհակալ ենք Տեր։ Խնդրում ենք հիմա ներես, խնդրում ենք հիմա մաքրես, սրբացնես քո թանկագին արյունով։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք Տեր։ Սիրելիս, մի փոքր ժամանակ ուղղակի աղոթքի մեջ մնա։ Եթե գիտես ներսումդ կա մեղքի անուն, որը քեզ խանգարում է, որը կարիք ունես դրանից ազատվելու, հիմա այստեղ հնարավորություն է Աստծո տան մեջ, Աստծո ներկայության մեջ ազատվել։ Որ այստեղից այս դահլիճից դուրս գաս դու ազատ, սրբված։ Հիմա վերցրա այդ ժամանակը ու Տիրոջ հետ խոստովանվիր, ապաշխարի, թող քո եւ Տիրոջ մտերմությունը նորից վերականգնվի։ Շնորհակալ ենք թանկագին Հիսուս, փառահեղ Աստված, սքանչելի Տեր, խնդրում ենք սրբես ու մաքրես, ամեն անուն մեղք, ամեն անուն անօրենություն։ Տիրոջ խոսքն ասում է, հավատարիմ Աստված, եթե խոստովանենք, նա մեզ կների և կմաքրի ամեն մեղքից և անօրենությունից։ Սիրելիս, նա հավատարիմ է, եթե խոստովանեցիր, եթե ներողություն խնդրեցիր, իմացի, որ նա ներեց, իմացի, որ նա բաց թողեց։ Շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք Հիսուս, փառք, պատիվ ու մեծություն ենք բարձրացնում։ Ամեն, ամեն։ Փառք Հիսուսին, փառք Հիսուսին, սիրելիներ։ Մինչ օրհնության խոսքը կհռչակենք, կփառաբանենք մեր Տիրոջը, ես ուզում եմ մի հարց տամ, կամ արդ որ այսօր առաջի անգամ է, եթե առաջի անգամ ես կխնդրեմ ձեռ բարձրացնես